Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանոմյանը չի բացառում, որ առաջիկայում Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Արցախի զինված ուժերում պաշտոն ստանա։ Այո, ես չեմ բացառում, ավելին մենք ձգտում ենք նրան, որպեսզի Սամվել Բաբայանը Արցախում դառնա պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար։ Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք Արցախում կողմ են, որպեսզի Սամվել Բաբայանը կրկին ստանձնի Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնը, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանոմյանը նշեց, թե նման որոշում կայացնելու իրավասություն ունի Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Իսկ թե արդյոք վերջինս կգնա նման նշանակման, Խանոմյանը չբացառեց։ Առաջիկան ցույց կտա, կտեսնենք, տեսականորեն դա բացառված չէ։ Սամվել Բաբայանն, ով վերջերս է վերադարձել Երևան, այս կիրակի այցելելու է Ստեփանակերտ։ Թե արդյոք նա հանդիպումներ կունենա Արցախի ղեկավարության հետ, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այդ հարցերը կհստակեցվեն Բաբայանի Ղարաբաղ ժամանելուց հետո։ Ի դեպ, կիրակի օրը Բաբայանը Ստեփանակերտում եղբայրական հուշահամալիրում ծաղկեպսակ է դնելու։ Ես տեղյակ չեմ նման երևույթներին, չգիտեմ, Խանոմյանի ասածը լուրջ ընդունել կամ ինչ-որ այլ ձև ընդունել չգիտեմ, համար չեմ ուզում մեկնաբանել։ Այսինքն դուք չունեք նման տեղեկատվություն։ Չէ։ Նման քննարկումներ եղել են իսկ Բակո Սահակյանի մասնակցությամբ։ Չեն եղել, ինչքան գիտեմ, տենց բան չեն եղել։ Պարոն Բաբայան, նա կիրակի օրը արդեն հայտարարվել է, որ այցելելու է Լեռնային Ղարաբաղ, այդտեղ արարողություն է տեղի ունենալու, ծաղկեպսակ է դրվելու, նախատեսվում են հանդիպումներ այդ այցի ընթացքում Բակո Սահակյանի հետ։ Ամեն օր տասնյակ մարդիկ գալիս են եւ այցելում են հուշահամալիր։ Եվ սա բոլորի համար այսպես մի կարևոր վայր է եւ չեմ հասկանում ինչի է այսպիսի աժիոտաժ բարձրանում։ Իսկ հնարավոր է, որ այցի ընթացքում հանդիպում լինի Բակո Սահակյանի հետ։ Այդպիսի ծրագրեր ինչքան գիտեմ չկան։ Այս պահի դրությամբ գոնե չկան նման պայմանավորվածություններ։ Ես տեղյակ չեմ, կարծում եմ, որ չկան։ Նշենք, որ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը Civilnet-ին տված հարցազրույցում սուր քննադատության էր ենթարկել ռազմական ղեկավարությանը, նշելով, որ ապրիլյան քառօրյա իրադարձությունների ժամանակ սխալներ են թույլ տրվել, ինչի պատճառով էլ հայկական կողմը դիրքեր է կորցրել։ Սամվել Բաբայանը նաև նշել էր, թե իրավիճակից թափ վերլուծություն չի կատարվում, պաշտպանական համակարգեր չեն ստեղծվում։ Բարձր ոգով հրթիռ կամ արկ չես բռնի, հեգնել էր Բաբայանը։ Ի պատասխան թե Ղարաբաղի եւ թե Հայաստանի իշխանական շրջանակներից հայտարարություններ հնչեցին, թե Բաբայանը փորձում է քաղաքական դաշտ մտնել։ Մինչդեռ Ղարաբաղի ընդդիմադիր վերածնունդ խմբակցության ղեկավար Հայկ Խանոմյանը պնդում է, առաջիկայում Սամվել Բաբայանը կենտրոնանալու է բանակի խնդիրների վրա։ Պաշտպանությունը նույնպես քաղաքականության մաս է, այլ բան է, երբ քաղաքական գործունեություն ասելով հաճախ շատերը հասկանում են ընտրությունների մասնակցություն կամ կուսակցական գործունեություն։ Կարծում եմ առաջիկայում Սամվել Բաբայանը նմանատիպ գործունեություն Արցախում չի ծավալի եւ կկենտրոնանա պաշտպանական խնդիրների վրա։